ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հանդիպել են 2025 թվականի հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի ունեցած Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումում։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային առևտրի, թմրանյութերի, վերահսկողության, այդ թվում ֆենտանիլի եւ համաշխարհային տնտեսական կայունության հիմնական հարցերը։ Երկու կողմերն էլ ընդգծել են գործընկերությունը պահպանելու անհրաժեշտությունը, չնայած առկա տարաձայնություններին հայտարարելով համատեղ զարգացման եւ փոխադարձ վստահության ամրապնդման իրենց հանձնառության մասին։ Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել առևտրային համաձայնագրերը արագացնելու եւ համատեղ տնտեսական նախաձեռնությունները առաջ մղելու համար, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ֆինանսական շուկաների եւ համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ Հոկտեմբերի 30-ի գիշերը ռուսական ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ուկրաինական թիրախներին, այդ թվում Զապորոժիե քաղաքին հարձակումների հետևանքով զոհվել եւ վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում 3-ից 6 տարեկան երեխա։ Վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը, ինչը ստիպել է Ուկրաինայի իշխանություններին սահմանափակել մի քանի շրջանների էլեկտրամատակարարումը։ Միջազգային հանրությունը մտահոգություն է հայտնել, կոչ անելով անհապաղ հետաքննություն անցկացնել եւ կանխել քաղաքացիական թիրախների վրա հետագա հարձակումները։ Մասնագետները նշում են, որ այս իրադարձությունները սրում են լարվածությունը տարածաշրջանում եւ կարող են ազդել Ուկրաինային միջազգային աջակցության ծրագրերի վրա։ Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց առաջատար ռուսական Ռոսնեֆթ եւ Լուկոյլ ընկերությունների նկատմամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս միջոցառումները որակեց որպես անբարյացակամ գործողություն, բայց վստահեցրեց, որ երկրի տնտեսությունը կմնա կայուն։ Մասնագետները կանխատեսում են նավթի գների հնարավոր աճ եւ ազդեցություն համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ Միջազգային վերլուծաբանները զգուշացնում են ֆինանսական շուկաների համար ռիսկերի ընդգծելով, որ նման միջոցառումները կարող են մեծացնել լարվածությունը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև, ինչպես նաեւ ազդել համաշխարհային էներգետիկ կայունության վրա։ 2025 թվականի հոկտեմբերին պետական պարտատոմսերի հիմնական շուկաները, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ճապոնիայի, գրանցեցին զգալի աճ։ 10 եւ 30-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է մոտ 30 բազային կետով։ Այս աճը պայմանավորված է ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում գնաճի տվյալների բարելավմամբ, ինչը ամրապնդել է տոկոսադրույքների հնարավոր իջեցման սպասումները։ Դրական միտմանը չնայած վերլուծաբանները զգուշացնում են երկարաժամկետ պարտքի ռիսկերի եւ ֆինանսական կայունության ուշադիր մոնիթորինգի անհրաժեշտության մասին։ Nvidia-ի բաժնետոմսերը հասել են պատմական առավելագույնի եւ ընկերության շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է $5 տրիլիոն։ Այս աճը արտացոլում է արհեստական ինտելեկտի չիպերի նկատմամբ պահանջարկի աճը եւ ներդրողների դրական սպասումները տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ։ Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ այս բարձր գնահատականը որոշակի ռիսկեր է պարունակում արհեստական ինտելեկտի արդյունաբերությունից կախվածությունը եւ բարձր անկայունությունը կարող են հանգեցնել շուկայի շտկման։ NASDAQ-ի եւ S&P 500-ի դրական ցուցանիշները նույնպես նպաստել են Nvidia-ի շուկայական դիրքերի ամրապնդմանը։ Մելիսա փոթորիկը հասել է 5-րդ կատեգորիայի ուժգնության միջև 295 կմ/ժ քամիներով, դառնալով վերջին տասնամյակների ընթացքում Կարիբյան ավազանում հարվածած ամենահզոր փոթորիկներից մեկը։ Յամայկայում փոթորիկը ոչնչացրել է ենթակառուցվածքները եւ ավելի քան 500,000 մարդու թողել առանց էլեկտրաէներգիայի։ Կուբայում ավելի քան 700,000 բնակիչ տարանվել է։ Մասնագետները զգուշացնում են հնարավոր լայնածավալ ավերածությունների եւ տնտեսական կորուստների մասին, ընդգծելով կլիմայի փոփոխության ազդեցությունը բնական աղետների ուժգնացման վրա։
Ուկրաինայի իշխանությունները ստիպված են սահմանափակել էլեկտրաէներգիայի մատակարարումը Զապորոժիայի եւ այլ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա զանգվածային հարվածներից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է գիշերը մոտ 100 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Կիևը պնդում է, որ հարձակումները ուղղված են ոչ միայն ենթակառուցվածքներին, այլև երկրի տնտեսությանը եւ կոչ է անում միջազգային գործընկերներին մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը հետագա հարվածները կանխելու համար։ Ռուսական բանակը գրեթե շրջափակել է Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը, խափանելով Ուկրաինայի մատակարարման գծերը։ Քաղաքը երկաթուղային եւ ճանապարհային կարևոր հանգույց է եւ դրա կորուստը կբարթացնի Ուկրաինայի լոգիստիկական տարածաշրջանում։ Վերահսկողության հաստատումը Ռուսաստանին հնարավորություն կտա հետագա առաջխաղացման դեպի Կրամատորսկ եւ Սլավյանսկ ուկրաինական ուժերի կողմից զբաղվող երկու կարևոր քաղաքներ։ Հազվագյուտ մետաղների եւ կարևորագույն հանքանյութերի արտահանման վերաբերյալ չինական նոր միջոցառումներին ի պատասխան ԱՄՆ-ն զգուշացրել է համաշխարհային տնտեսության Չինաստանից հնարավոր անջատման մասին։ Չինաստանը իր միջոցառումները անվանում է սովորական կարգավորող պրակտիկա։ Վերլուծաբանները նշում են, որ իրավիճակը մեծացնում է ավելի լայն առևտրային պատերազմի ռիսկը եւ ազդում է ռազմավարական ոլորտների վրա, ներառյալ արհեստական բանականության չիպերի, սմարթֆոնների եւ կանաչ էներգիայի տեխնոլոգիաների արտադրությունը։ Ռիադում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից 30-ը տեղի ունենում FII 9-րդ համաժողովը, որը միավորում է մոտ 8000 առաջնորդների, ներդրողների եւ նորարարների։ Միջոցառման նպատակն է ամրապնդել Սաուդյան Արաբիան որպես ներդրումների եւ նորարարությունների միջազգային կենտրոն, կենտրոնանալով կայուն զարգացման եւ զարգացող երկրների ներառման վրա։ Համաժողովի ծրագիրը ներառում է ռազմավարական գործընկերություններ, տեխնոլոգիական ֆորումներ եւ քննարկումներ համաշխարհային տնտեսության ապագայի վերաբերյալ, նպաստելով երկարաժամկետ ներդրումային նախաձեռնությունների զարգացմանը։